Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տանը բացվեց նկարչության, դեկորատիվ կիրառական արվեստի, դասարանների, սաների, աշխատանքների ցուցահանդեսը։ Ուսումնական տարվա ավարտին ցուցադրվում են երեխաների գործերը, իմի են բերվում ձեռքբերումները։ Թեմաներն ու ոճերը բազմազան են, կարելի է տեսնել գեղանկար, կարպետ, գոբելեն, կավագործ, բատիկա, նաև արվեստի մի շարք տեսակների սինթեզ։ Սիրում եմ նկարել տարբեր ոճերով հիմնականում, գրաֆիկաներ եմ անում, գույներով ինչ-որ տարբեր գունավոր նկարներ։ Այս տարի հիմնականում նկարում ենք մեր վախերը, թեմա ունենք, մեր վախերը պետք է պատկերենք ու ես տարվա սկիզբ սկսեցի միջատների նկարել, որովհետև միջատներից վախենում եմ ու հետո այդպես շարունակեցի անցա տարբեր երկենցաղների ու վերջում նույնիսկ կաթնասունների։ Փորձել եմ պատկերել ոչ թե հենց իրանց իրական ինչ-որ այդ մուգ գույներով մռայլ վախենալու կերպարը, այլ փորձել եմ ինչ-որ տարբեր գույներ հաղորդել նրանց, որ ավելի գեղեցիկ կերպարանք ստանան ու այդքան վախենալու չլինեն մարդկանց համար։ Հերթեստուն հաճախում եմ արդեն 6 տարի է ու հիմնականում սիրել եմ նկարել եկեղեցիներ, ավելի շատ խորհրդանշող թեմաներ եմ նկարել։ Այս ցուցահանդեսի ժամանակ ստեղ ունեմ նկար, պատկերել եմ նկարի անունը երբ աշխարհը լռում է, ցանկացել եմ ցույց տամ, թե ինչ է կատարվում աշխարհում, երբ որ ամեն ինչ պատերազմական իրավիճակներում է։ Պատկերել եմ մի տղայի, ով բուռն իրավիճակում, թե ցույցատալի կյանքի նոր ծիլ, թե ինչպես է կյանքը առաջանում պատերազմական իրավիճակում։ Հիմնականում մենք ընտրում ենք մի թեմա, որ ավելի հոգեհարազատ է մեզ եւ այդ թեմայով սկսում ենք աճել, այդ թեմայով սկսում ենք նկարել տարբեր նկարներ, օրինակ ինչպես ես նկարում եմ տարբեր եկեղեցիներ, այնպես էլ երեխաները ընտրում են իրենց հոգեհարազատ թեման եւ այդ թեմայով նկարում են։ Մեր դասատուներն էլ մեզ ճիշտ ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես ճիշտ կատարենք մեր գործը։ Ես հաճախում եմ Մակշամայի խմբակ, այո, այս գլխարկը շատ հաճույքով եմ գրում, ինձ օգնում է իմ ուսուցչուհին Ընկեր Մարտանյանը, այնտեղ ես շատ լիքը աշխատանքներ եմ ձեռք բերում, լիքը գիտելիքներ նաև։ Փոքր ժամանակվանից նկարչության հաճախել եմ, բայց ես հաճախում եմ որպես հոբի, բայց այս 2 տարվա ընթացքում հասկացա, որ նկարչությունը իմ համար ավելի մեծ ինչ-որ բան է եւ կուզենամ իմ ապագա մասնագիտությունը նկարչության հետ կապել։ Գեղանկարչության դասարանի մանկավարժ Քրիստինա Կարաքեշիշյանը շեշտում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, արագ փոփոխվող պատկերները, էկրանից եկող հեշտ ինֆորմացիան դժվարացնում են ձեռքի եւ ինքնուրույն մտքի աշխատանք պահանջող արվեստների ստեղծումը։ Աշխատասեր չեն, որովհետև ամեն ինչ շատ հեշտ է։ Շատ հեշտ է ինֆորմացիա գտնել, շատ հեշտ է արագ զբաղմունք գտնել մտքի ուղեղի համար։ Այդ պատճառով մի քիչ բարդ է տրվում տաղանդը զարգացնելը։ Դասավանդում եմ 2.5 շուտով արդեն 3 տարի։ Վերջի 2 տարին ունեցել ենք շատ ավարտողներ, ովքեր ընտրել են մասնագիտական ուղղություն, գնացել են կամ դիզայնի, կամ ճարտարապետության, կամ հենց գեղարվեստի ուղղությամբ, ինչից շատ գոհ եմ ինձ զգում։ Այս գորգը միասնական աշխատանքի արդյունք է։ Մասնակցել են գորգագործության եւ կարպետագործության դասարանի բոլոր սաները։ Ինչպես է հաջողվում ժամանակակից երեխաներին ներգրավել նման աշխատանքի մեջ, հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանն ասում է, որ կարևորը առաջին 3 պարապմունքն է։ Հետո երեխաներն իրենք են ուզում գործել։ Այստեղ նաև կարևորում են ծնողների հետ համատեղ աշխատանքը, դա օգտակար է հենց երեխաների համար։ Կան մայրիկներ, որոնք իրենք էլ մասնակցել են դասերի ու հագուստի վրա ձեռքի աշխատանքի նմուշ են կրում։ Ցուցահանդեսի բացմանը հայորդյաց տան տնօրենը վկայականներ հանձնեց ավարտողներին, իսկ տարվա ընթացքում մրցույթների մասնակիցներին հանձնեց պարգևները, հավաստագրեր։ Գեղանկարչությունը այս տարի ունի բազմաթիվ մրցույթների շահած տեղեր, առաջի տեղ, երկրորդ տեղ, մասնակցել ենք բազմաթիվ միջազգային փառատոների, մասնակցել ենք նաև 2 սիմպոզիումի եւ երեխաները դա շատ ոգևորությամբ են ընդունում։ Նկարչական դասարանները ամենաբազմամարտն են, որովհետեւ գիտեք, հիմա համակարգչային դիզայն, կոմպյուտերային գեղանկարչություն կամ գրաֆիկա, կա նաև պարզապես գեղանկարչություն, որ ակադեմիային արդեն ընդունվել երեխաները, մնացած դասարանները ըստ անհրաժեշտության։ Ընդհանուր առմամբ ասեմ այսպես, շատ շնորհակալ ենք այն ծնողներին, ովքեր ուղղորդում են երեխաներին այդ արվեստի այդ տեսակները սովորելու, օրինակ գորգի դասարանը։ Գորգը ինքը ժամանակատար է, դանդաղ աշխատանք,
բավականին մեծ հմտություն է պահանջում, որպեսզի դու ստանաս այն նախշը, այն օրնամենտը, որը նախատեսել ես օգտագործել, եւ թելերի հետ աշխատանքը եւ հաշվարկները, դա բարդ աշխատանք է։ Բացի կան դա նկարչությունն է մետաքսի վրա, իրենք ստեղծագործում են, իրենք նաեւ զարգացնում են իրենց ձեռքի հմտությունը, գունային զգացողությունը, ֆորմայի զգացողությունը։ Մանկավարժը ինքը պրոֆեսիոնալ մասնագետ է, պրոֆեսիոնալ նկարչուհի է։ Կերպարվեստի դասարաններում սովորողները այս տարի մասնակցել են նաեւ լինո տպագրության դասերի։ Այժմ իրենց նկարների պատկերներով հագուստ են կրում։ Ամռան արձակուրդներին եւս հայորդյաց տները շարունակում են հանդես գալ զանազան նախաձեռնություններով, մասնակցում են տարբեր ծրագրերի։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։